Բարի առավոտ հարգելի հեռուստադիտող, այսօր նոյեմբերի 16-ն է, Կիրակի առավոտ, իսկ դա նշանակում է, որ մենք շատ ուրախ եւ ջերմ տրամադրությամբ նոր հեռուստաընկերությամբ դարձյալ սկսում ենք բարի առավոտը։ Իհարկե շատ անհամբեր եմ ներկայացնելու մեր հյուրերին, մենք դարձյալ մշակութային թեմաների շուրջ ենք խոսելու, բայց կարճ ինֆորմացիա նոյեմբերի 16-ի հետ կապված։ Այսօր ամբողջ աշխարհում նշվում է միջազգային հանդուրժողականության օրը, այն սահմանել է ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1995 թվականից սկսած, երբ լրացավ կազմակերպության 50-ամյակը։ Օրը կոչված է սահմանելու, թե որքան կարևոր են խաղաղ համակեցության պայմանները, ամենուր, որքան կարևոր է այն խաղաղությունը, որը տիրում է մեր մեջ, մեր ընտանիքներում, մեր երկրում եւ ամբողջ աշխարհում։ Դե իհարկե ներկայացնեմ նաեւ մեր հյուրերին, նոր հեռուստաընկերությամբ մենք հաճախ ենք խոսում մշակութային իրադարձություններից, թատերական պրեմիերաներից եւ այսօրը բացառություն չէ։ Այսպիսով տաղավարում են Ավետիս Շահինյանը, դերասաններ Արմեն Կարապետյանը եւ Մարգարիտա Խաչատրյանը։ Ողջունում եմ ձեզ։ Մեր հյուրերի հետ միասին մենք խոսելու ենք նոր թատերական ներկայացման մասին, որը կոչվում է Անհաջող ժամադրություն, ներկայացումն էլ իր պրեմիերան կունենա նոյեմբերի 29-ին եւ 30-ին։ Ողջունում եմ ձեզ, դերասաններն եք եւ բեմադրիչ Արմեն ներողություն եւ բեմադրիչ Ավետիս Շահինյանը եւ ընդհանուր խոսելու ենք թե ինչպիսի ներկայացում է, ինչպիսի բովանդակության մասին ենք խոսելու եւ իհարկե շատ անհամբեր եմ նաեւ խոսելու թե ովքեր են դերասաններ եւ ինչպիսի կերպարներ եք դուք կերտելու։ Նախ ներկայացնենք պարոն Շահինյան, ինչպես առաջացավ գաղափարը ընդհանուր ներկայացման եւ Երբանից են սկսվել են փոքրիկ փորձերն ու պարապմունքները, որ պիտի բերեն պրեմիերային։ Նախ բարի առավոտ, շնորհակալ ենք հյուրընկալության համար։ Մեր քննարկումները Արմեն Կարապետյանի հետ սկսվել են տարի ու կես գրեթե առաջ։ Ընկերական մակարդակով սկզբից որոնում էինք պիես, շատ երկար, մոտավորապես մի 3 ամիս ինքն էր ինձ ուղարկում պիեսներ, որ ես կարդայի, ես էի իրան ուղարկում տարբեր պիեսներ։ Պրոյեկտ ենք ուզում անպայման անենք, այն տեսակ պրոյեկտ, որը որ մարդուն եւ հուզմունք կպատճառեր, եւ ծիծաղ, եւ իր հետ կտաներ շատ ջերմ տպավորություններ։ Ի վերջո եկանք այն մտքի, որ պետք է գրվի զրոյից, եւ այդ պարտականությունը վերցրեց Արմեն Կարապետյանը իր վրա։ Իհարկե մենք անդադ քննարկումների մեջ ենք եղել, անդադ փոփոխությունների, կոնֆլիկտների մեջ ենք եղել, բնականաբար։ Դա հատուկ է բոլոր դեպքերում, այո։ Միանշանակ։ Եվ ի վերջո ունեցանք այն ինչ որ ունենք, որը որ շատ կուզենանք հանդիսատեսի դատին հասցնել արդեն 29-ին եւ 30-ին։ Այո։ Լրացուցիչ եթե հարցեր ունեք, սիրով։ Իհարկե մենք պարոն Կարապետյանի հետ նախ խոսենք ինչպես միտքը առաջացավ հենց այս սյուժեի մասին գրելու եւ այդ process-ը գործընթացն ինչպես տեղի ունեցավ։ Քննարկումների արդյունքում մենք եկանք այն զրանկության, որ պետք է վերցնել մի գործ, որը շատ անուշ գործ է։ Պարզ մարդու մասին, մարդու երջանիկ լինելու մասին եւ գնալ դեպի այդ երջանկությունը։ Այս քննարկումները մինչեւ գրիչը թղթին հասնելը շատ երկար մենք խոսել ենք այս մասին եւ եկանք ընդհանուր այդ եզրահանգմանը, որ պետք է վերցնել ու անել մի գործ, որը բոլորի համար է եւ բոլորի մասին։ Ու փառք Աստծո, կարծես թե ստացվել է։ Վստահ եմ, որ հանդիսատեսը չի ափսոսա իր երեկոն։ Այո, եւ այդ ժամադրություն է, որ այնուամենայնիվ անհաջող է ստացվում։ Ես իհարկե չեմ ուզում մենք շատ բովանդակության անդրադառնանք, ինչ որ բաներ թողենք հանդիսատեսին, բայց ինչ գաղափարներ կան սրա մեջ եւ այդ ինչն է այդ ժամադրությունը անհաջող դարձնում վերջի վերջո։ Այստեղ կերպարները միջին տարիքից մի քիչ ավելի մեծ են։ Մի համակարգում ծնված, դաստիարակված կրթություն ստացած եւ դրսեւորվում են նոր համակարգում, ասենք, նոր իրողությունների մեջ եւ շատ բաներ իրենց մոտ չի ստացվում, որովհետեւ դաստիարակությամբ, մտածողությամբ իրենք այնտեղ են։ Իսկ հիմա այս համակարգում պիտի դրսեւորվեն, ու այստեղ այդպիսի բախումներ ա լինում։ Գումարած իրենց անձնական բնավորության հետ կապված եւ այլ խնդիրները։ Կերպարները շատ լավն են, շատ ճանաչելի են, բարի են, խորհուրդներ ունեն տալու, ճանապարհ ունեն ցույց տալու։ Այնպես որ Ես արդեն ուզում եմ Տիկին Խաչատրյանին հարցնել, թե ինչ կերպարի մասին է ձեր կերպարը եւ ինչպիսի անձնային հատկանիշներ է կրում իր մեջ։ Նախ բարև ձեզ, շատ ուրախ եմ, որ այստեղ ենք, հյուր ենք եւ պիտի կիսվենք մեր շատ կարեւոր թեմաների շուրջ, չմանրամասնելով իհարկե, որպեսզի անակնկալը իր արժեքը ունենա, այսպես ասեմ, աշուն է անձրև, տերևներն անձև, բնավորությունները բազմաձև, բայց բարձր եւ հետեւողական, սա հենց այնպես
քարյակի տեսքով եւ հանգավորված չասացի, որովհետեւ այն կերպարը, որ ես փորձել եմ կերպարանավորել, ինքն էլ է մտնում այնպիսի իրավիճակի մեջ, որ սկսում է հանգավորված խոսել, որովհետեւ այդպիսին է կյանք այդ պահին բեմին եւ այն տղամարդու հետ, որի հետ ուզում է ծանոթանալ եւ ինչու՞ չէ նաեւ կապել իր երջանկությունը։ Մանրամասները չեմ ասի, կերպարների ընտրության մասին չեմ ասի, ուղղակի կասեմ շնորհակալություն ձեզ, որովհետեւ վստահվել է այսպիսի գունեղ կերպար, որը ինձ համար բավականին բարդ աշխատանքի արդյունքում վերջապես հուսամ, որ ստացվել է եւ եւս մեկ անգամ դաս է վերանայելու, եւս մեկ անգամ դաս է օրվան համահունչ 16-ը հանդուրժողական լինելու եւ դաս է նաեւ բոլորի համար վերանայել կյանքը եւ համարցակ լինել, երջանկությունը ամեն վարքյան սպասում է ձեզ, պարզապես դրա համար քաջություն է պետք ունենալ եւ անպայման փորձեք, ամեն ինչ լավ կստացվի։ Անտիր, ես արդեն ուղերձները բռնեցի են գաղափարները, որ փոխանցելու եք ձեր կերպարների միջոցով, քանի որ պարոն Կարապետյանը խոսեց, որ ինչ որ բախումներ են տեղի ունենում, առանց բովանդակությանը անդրադառնալու խնդրում եմ այնուամենայնիվ ներկայացրեք ինչպիսի բախումներ են, որ հերոսները դրանց հանդիպում են եւ ինչպես են այդ բախումների միջով անցնում եւ ինչպիսի մարդ են վերջում դառնում։ Քանի որ ես էլի չմանրամասնեմ, բայց քարյակ փորձեցի հանգավորված խոսել եւ այս հանդիպման առաջին իսկ պահից մեր փոխհարաբերությունները սկսվում են որքան էլ որ տարօրինակ է հանգավորված խոսելով եւ պարզվում է որ այս հերոսուհին ոչ միայն կարդացած է, այնպիսի բանաստեղծների է ծանոթ եւ անգիր գիտի պարզապես այդ պահին նրանց համար կարեւոր չէր բանաստեղծությունը, կարեւոր նրանց հոգեկան փոխհարաբերությունների միաձուլումը, որը շատ դժվար է ստացվում, ել չեմ ասում իմ ու Սամսոնի մեջ իսկապես բավականին երկար ժամանակ շատ դժվար բախումնային ստացվեց, բայց դրա համար ես շատ ուրախ եմ, որովհետեւ հենց դա է, որ նորովի է ու Ավոջան շնորհակալություն քեզ, Արմենջան շնորհակալություն քեզ, նաեւ Արմենը խաղում է եւ հրաշալի կերպար է Անընդհատ ուզում եմ ինչ-որ մի բան ասել, բայց հասկանում եմ, որ հանդիսատեսից կխլենք այն երջանկությունը, որը կոչվում է, դահլիճում լինել եւ ստանալ այդ դրական էներգիաները։ Ես շնորհակալություն հայտնում եմ նաեւ տնօրենությանը, որովհետեւ ընձեռնվեց առիթ եւս մեկ անգամ սիրո մասին խոսել։ Այսօր գրեթե ամեն ինչ հնարավոր է եւ մաչել է մարդու համար, բայց սիրո սով է, հոգեվոր սով է, իսկ այս ներկայացումը հենց սիրո մասին է, որ սեր կա, հավատացեք եւ տուն գնալիս կվերանայեք եւ կհասկանաք, որ արժե սիրել։ Ես կարծում եմ ամենակարևորն էլ դա է, երբ հանդիսատեսը տուն գնալիս ինչ-որ բան իր հետ կվերցնի, ինչ-որ բաներ էլ կմնան մտածելու, ճիշտ էր, ճիշտ չէր եւ նա ինչպես կվարվեր։ Եւ պարոն Շահինյան, խոսենք թե ինչպես են փորձերն ընթացել դերասանների հետ, ինչ բախումներ են արդեն իրական կյանքում տեղի ունեցել թատրոնից եւ ներկայացումից դուրս եւ վստահ եմ հիմա էլ ակտիվ փորձերի փուլում եք մինչեւ նոյեմբերի 29-ը եւ 30։ Նշեմ, որ մեզ հետ այսօր ներկա չեն Սամսոն Ստեփանյանը, մեր գոլեգան, որը որ մարմնավորում է տղամարդու կերպարը, եւ Տիգրանոյի Տեր Մարկոսյանը, որը որ մարմնավորում է մամայի կերպարը, մեր գլխավոր հերոսի մայրը։ Էլի փակագծերը չբացելով ասեմ, որ անհաջող ասվածը դա փակագծերի մեջ է, բնականաբար շատ հաջող ավարտ ենք ունենալու, անհաջողության որևիցե վարկած չկա։ Անհաջողությունները լինում են ընթացքում ներկայացման, որոնք որ փոխանցվում են լացը ծիծաղող, ծիծաղը հուզմունքով, անընդհատ մատուցելու ենք տարբեր գույներ, պալիտրան շատ մեծ է այս ներկայացման, դերակատարներից ես ընդհանուր շատ շնորհակալ եմ։ Եղել է պահ, որ մենք ունեցել ենք անհաջող փորձ բնականաբար։ Բախումներ կարծիք, այո։ Երբ որ մենք հավաքվեցինք վերջում ամեն անգամ, որ քննարկումների ժամանակ ինքս ինքյանին ոգեշնչման աղբյուրը եկավ այս խոսք, ասեցի դուք ռեժիսորի համար երազած դերասաններ եք։ Յուրաքանչյուր ռեժիսոր պետք է երազի, որ ձեզ հետ աշխատի։ Եվ ես ձեզ խնդրում եմ այդ ադդաչանել, այդ երազանքը, որ իրականանա, ձեզանից ունենա։ Ես շնորհակալ եմ, ես գոհ եմ, նույնպես շնորհակալություն մեր տնօրինությանը, որը որ ընձեռեց այս հնարավորությունը խոսել սիրո մասին։ Կարծում եմ բազմաթիվ անակնկալներով լի եւ ջերմ
տպավորություններով հեռանալու հանդիսատեսը։ Որքան հնարավոր է ոգևորում եք հանդիսատեսին, ես վստահ եմ, որովհետև բովանդակությունը չեք պատմում, բայց այնպես եք ժպտում, որ մարդ ուզում է գալ, նստել, նայել, այդ ի՞նչն է այդ ժպիտի առիթը։ Պարոն Կարապետյան, ձեր կերպարն ինչպիսին է եւ ինչպիսի հատկանիշներ ունի։ Ի տարբերություն գլխավոր հերոսի, որի մանկության ընկերն է, բացարձակ այլ կերպ է ապրում, այլ տեսանկյունից է նայում կյանքին եւ ինչի անպայման այս կերպարը մյուսի կողքին զուգահեռ գնում են, կարծես երկու թելքից, որպեսզի ընդգծենք թե նրա ճիշտ ապրելու ձևը, թե սրա ճիշտ ապրել, երկուսն էլ ճիշտ են, բայց կա ընտրություն, ինչպես ես դու ուզում ապրել։ Եվ այս երկու մանկության ընկերների տարբեր ապրելու ձևերը եւ մեկը մեկից վերցնել, սովորել, իրար հետ կատակել, իրար դիմել, խնդրել, այս մի ամբողջ կյանք է տեղի ունենում բեմի վրա, որովհետեւ այս կերպարներն առանձին անհատներ են, կայացած մարդիկ են, բայց իրենց շփումների մեջ մի ամբողջ կյանք է ստեղծում, ես վստահ եմ, որ հանդիսատեսը կամ իրեն տեսնելու այնտեղ, կամ տեսնելու իր ընտանիքի անդամին, կամ բացառվում է, որ շրջապատում չլինեն այդպիսի մարդիկ, շատ ճանաչելի են լինելու կերպարները ու շատ հուզիչ, նաև շատ ծիծաղով։ Մենք այստեղ ծիծաղում ենք իրավիճակների վրա, թե ոնց են այս լուրջ մարդիկ, կարգին, կրթված, բարի, լավ խելացի մարդիկ ընկնում այսպիսի ծիծաղելի իրավիճակների մեջ եւ ոնց են կարողանում դրա միջից դուրս գալ։ Այո։ Եվ կարծում եմ հանդիսատեսից, քանի որ մեկը կգտնի հանդիսատեսը մեկը իր մայրիկին, մեկը հայրիկին, մեկը գուցե հենց իրեն, ինչպիսի արձագանք եք ակնկալում հանդիսատեսից եւ որն է կարևորն այս դեպքում, ինչ ուղերձներ եք փորձում տեղ հասցնել հանդիսատեսի համար։ Տիարն հայոց աշխարհի թույլ տվեք մի բացի ակնկալիքներից ես դյուզնիչ վերադառնամ այն թեմային, որ ինչպես անցավ փորձերը, նախ պետք է ասեմ, որ Ավիկ ջան, քեզ շնորհակալություն, հիշում ես, ես ասեցի, որ սա այն յուրահատուկ դեպքերից էր իմ կյանքում, որ բացառիկ մանրամասնությամբ է աշխատվել եւ աշխատում ենք դեռ, բայց մեծագույն հաճույք է, ների որ այդպես եմ ասում, երբ Ավիկ արդեն սենց իր ամբողջ ներաշխարը լարված է, ես աչքերին նայում եմ ու հասկանում եմ, որ մենք այդ օրը շատ վատ ենք խաղացել ու ես արդեն բեմից ուզում եմ նրան ասեմ ամեն ինչ լավ կլինի, բայց որ ինքը գալիս է իր բոյի բուսաթով կանգնում է, աթոռը վերցնում եմ, կանգնում եմ, վերև կանում համբուրում եմ, որովհետև դե անհնար է, էլի։ Ասում եմ, ես խոստանում եմ լավ է լինելու ու չի խոսում, որովհետև այդ իր մեջ ամփոփված այդ ամբողջ նյարդային հուզմունքը դեմքից երևում է, գետինն եմ մտնում, ասում եմ այսօր ես ինչքան վատ խաղացի, բայց կարծում եմ, որ այդ աշխատանքը շատ կարևոր է, ու այնքան կարևոր է քո համբերատարությունը, նաև որպես սցենարիստ անընդհատ ինչ-որ բաներ ուզել եմ, ռեպլիկներ ուզեցել եմ փոխեմ, համբերատար այդ օրը ձայն չի անել, որպես սցենարիստ, որպես հեղինակ պիեսի, հաջորդ օրը շատ նուրբ Ավոյին ասել է Ավո ջան, էս ու Ավոն գալիս է շատ նուրբ այդ տեսարանը, ասում է Մարկո ջան, բայց ամեն դեպքում գտնում եմ, որ այդ ռեպլիկը հանդուրժելով, Եթե շատ չի օգնում, շատ չի օգնում, ասում եմ լավ, պարզ է Արմենը արդեն քեզ դիտողություն է արել ու դա լավ է, որովհետև այսպես է աշխատանք ավելի հետաքրքիր ու այսպես է, որ վերանայում ես քեզ, ինչը վերաբերվում է մեր շատ սիրելի հանդիսատեսին, որի համար է արվում այս ամենը, մենք նրան շատ ենք սիրում ու նրան ծափողջուններով կհասկանանք մեր ուղերձները, սիրո բոլոր ելևէջներով հասել է, թե ոչ, հուսամ այո։ Ընտիր, քանի որ Տիկին Խաչատրյանը 1-2 տող ձեր ներքին խոհանոցից բացահայտեց, ես անպայման պիտի հարցնեմ, ոնց են փոխհարաբերություններն ընթանում այն պահին, երբ դուք որպես բեմադրիչ զայրացած եք, բայց Տիկին Խաչատրյանն է, պարոն Կարապետյանն է, եւ ինչպես են այդ զրույցներն ընթանում, որպեսզի փորձերն առաջ գնան։ Ասեմ ձեզ միանշանակ ցածր տոների վրա։ Մեզնից ոչ ոք կերպարից դուրս տոն չի բարձրացրել երբևիցե։ Շատ համերաշխ, շատ համահունչ, ինչ որ միտեղ մեկս մյուսին հանդուրժելով բնականաբար, որտեղ թեման իսկ պահանջում է հանդուրժողականություն։
այսօրվա հետ էլ համահունչ։ Համահունչ է իսկապես։ Հա, կոնֆլիկտ չի եղել մեր մեջ։ Կոնֆլիկտային կերպարի հետ կապված ինչ որ կամ դրամատուրգի հետ կապված կոնֆլիկտային պահեր բնականաբար եղել են ստեղծագործական առումներով միանշանակ լուծվել են իօքուտ գործի եւ հանդիսատեսի։ Այո։ Եվ մի հետաքրքիր բան կհիշեմ մեր Սամսոն Ստեփանյանի ասածից, ասեց երեխեք, ես տեսնում եմ այս գործի շուրջ ինչքան անկեղծություն կա եւ ինչքան ջանք կա, որ անկեղծ աշխատվի։ Ինքը չի կարող իր հետևանքները չունենա դրական։ Այո։ Այսքանը գրեթե։ Ընտիր։ Կարճ բան ավելացնեմ, իսկական ստեղծագործական process-ը հենց այդպես Այդպես էլ պիտի ընթանա, այո։ Որովհետև երբ որ մի բան քննարկում ես, տեսակետներ են հնչում, գուցե իրարից տարբեր, շատ տարբեր, գուցե մոտ, բայց տարբեր կարծիքների մեջ երբ որ կա նպատակ գտնելու ընդհանուրը լավագույնը, չի կարող այնտեղ կոնֆլիկտ լինել։ Չի կարող այնտեղ բախում լինել հենց բախում իմաստով։ Սա ստեղծագործական process է եղել, նշեմ, որ իմ ու Ավիկի այս տեսակ համագործակցությունն առաջի անգամ է, ես շատ շնորհակալ եմ։ Շատ, որովհետև ինձ համար գերագույն հաճույք է եղել թե զբաղումները, թե քննարկումները, թե միասին աշխատելը եւ իրար ոնց ենք հասկացել են ամենանոր տեղերը, ոնց է բոլոր դերասաններին հենց իրանց հոգու միջից հանել դրել, իրանց օրգանիկայից ստացել այդ ամենը շատ հաճելի է եղել աշխատանքը այս ամիսների ընթացքում եւ դժվար չարչարանք իմաստով եւ ստեղծագործական, բայց այդ ամեն ինչը այդ սեր ինչ որ տեղի է ունեցել, այն քիմիա որ փորձերի ընթացքում է տեղի ունեցել, ես համոզված եմ որ ներկայացման այդ արդյունքը լինելու է այդ սերը։ Այո, ձեր այդ քիմիան։ Այս փոխհարաբերությունները, որ նկարագրեցիք, այն վերջնարդյունքը պիտի լինեն, որ հանդիսատեսը կտեսնի նոյեմբերի 29-ին եւ 30-ին, ես վստահ եմ։ Միանշանակ։ Եվ այդ ձեր առաջին փորձն էլ հաստատ կդառնա երկրորդ, երրորդ ու կշարունակվի, որտեղ ամեն ստեղծվում է ինչ-որ մի կետից, ինչ-որ մի փուլից։ Եվ եզրափակենք նրանով, քանի որ օրերն էլ մոտենում են, ես վստահ եմ, որպես դերասան այն անհամբերության զգացողությունն առաջանում է։ Այս բանին ինչ զգացողություններ ունեք, որ շուտով արդեն օրերը պիտի մոտենան ու արդեն նոյեմբերի 29-ին ձեզ հանդիսատեսը բեմում կտեսնի։ Ինձ թվում է Տիկին Խաչատրյան դուք պատասխանեք հարցին։ Կարճ պետք է ասեմ, պատասխանատվության մեծ զգացողությունն է շատ մեծ, որովհետև այդպիսին են դերարարները, որ հաճախ հարցնում են կուլիսներում, հա, վարակույրը անցնում ես, այդ հուզմունքը նոր անցնում է։ Այդ հուզմունքը հենց այդ պատասխանատվությունն է հանդիսատեսի առջև, որովհետև ուզում ես, որ այն ինչ որ արել ես հիրավի եւ արդար գնահատվի եւ նրանք տանեն տուն այն սերը, որ Արմեն ջան, քո այս քանչելի ստեղծագործությունը թույլ է տալիս այդ հաճույքը բոլորը վայելեն։ Ընտիր։ Եվ կարճ դարձյալ հանդիսատեսին դիմելով տվյալներ փոխանցենք նոյեմբերի 29-ին եւ 30-ին եւ վայրը որտեղ որ պիտի տեղի ունենա Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում։ Հարգելի հանդիսատես, ես այստեղ նստած շատ անհամբեր եմ բովանդակությանը ծանոթանալու, մենք փորձեցինք շրջանցել ինչքան հնարավոր է, բայց վստահ եմ նաեւ ձեզ մոտ առաջացավ հետաքրքրություն։ Ես շնորհակալ եմ ձեզ հարցազրույցի համար, թե նոյեմբերի 29-ը եւ թե 30 թող պսակվեն հաջողությամբ եւ այն զգացողությունները, որ ունեք, թող թատրոնում գործնականում իրագործվեն։ Դարձյալ շնորհակալ եմ։ Հարգելի հեռուստադիտող, մենք եթերը չենք ավարտում, կարճ դադարից հետո դարձյալ մշակութային թեմաներով եւ ամենակարևորը ջերմ տրամադրությամբ մենք տաղավարում ենք։